Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ստորված ծրագիրն է։ Լավալում գտնվող Հայերի ցեղասպանության հուշարձանի շրջակա այգին վերանվանվալ է հույսի այգի։ Իսրայելի ռեժիմը կամուրջա ոչնչացրալ Լիբանանում ու զգուշացրալ գազայի մասշտաբի ավերածությունների մասին։ Զորյան ինստիտուտի ստորաբաժանումը ընդգծալ է ակադեմիական ազատության ու խիստ գիտական մոտեցումների կարևորությունը։ Արցախում տեղի է ունեցալ ցեղասպանություն ու սրա մասին մունք գիտնականներս Կարել Չնքսուսանինք Արման Խաչատրյան։ Իրանը զգուշացնում է հարվածների դեպքում անմիջապես պատասխանելու է։ Չի քյուվ թե խեասոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը։ Միացիկ մեր վետերաններին։ Կանադայի Լավալ քաղաքում գտնվող Հայերի ցեղասպանության հուշարձանի հարակից այգին պաշտոնապես վերանվանվալ է հույսի այգի։ Վերանվանումը իրականացվել է Հայերի ցեղասպանության հիշատակի միջոցառումների շրջանակում, ընդգծելով այնտեղ կանգնեցված զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կարևորությունը։ Լավալի քաղաքապետական խորհրդի հայազգի անդամ Սեդաթ Օբուզյանը նշալավեր այս քայլը մեծ նշանակություն ունի քաղաքի հայ համայնքի հետ ու խորհրդանշում է համերաշխությունը, հունցը, նաև հավատարմությունը խաղաղության ու արդարության արժեքներին։ Ինքը նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին ու քաղաքի վարչակազմին նախաձեռնության իրականացման հետի։ Մինչ Հայաստանում հաճախ քննարկումների առիթ է տրվում Հայերի ցեղասպանության ու Արցախաթեմաների պետական վերաբերմունքը, Կանադայում հանրային տարածք է վերանվանվումի հիշատակ ցեղասպանության զոհերի։ Իսրայելական բանակը ոչնչացրալ է Լիբանանը հարավում գտնվող Զրարիեհ կամուրջը ու Բեյրութը երաթ թռուցիկների տարածան նախազգուշացնելով հնարավոր ավերածությունների նման գազայի իրադրությանը։ Սա առաջին դեպքն է, որ Իսրայելի այս գործողություններում հրապարակայնորեն թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքն է։ Պաշտպանության նախարար Իսրայել Քացը զգուշացրալ է, որ հարվածները կարին շարունակվին, քանի դեռ Հեզբոլահը զինված է։ Ուրբաթ օրը հարվածներին հսցվել նաև Բուրջ, Համուդ, Ջնահ եւ Նաբա թաղամասերին։ Լիբանանը առողջապահության նախարարության տվյալներով մարտի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 773 մարդ, վիրավորվել 1933-ը, իրանցվում 103 խոխերք, իսկ ավելի քան 800,000 մարդ ստիպված թողել իրանց տները։ Տարածաշրջանում լարվածությունը աճում է, միջազգային դիտորդները ահազանգում են հնարավոր խորացող հումանիտար ճգնաժամի մասին։ Ցեղասպանության ու մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը վերահանդիսանում է Զորյան ինստիտուտի մասնաճյուղը հրապարակված յուրան հայտարարության մեջ, ինվերը վերաբերում է քաղաքական շահարկումներին ու ակադեմիական անկախությանը, ցեղասպանությունների ուսումնասիրություններում նույնիսկ ընդգծում է ակադեմիական ազատության ու խիստ գիտական մոտեցումների կարևորությունը։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանի գիտաշխատող Արման Խաչատրյանը ընդգծել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը ու դրա մասին գիտնականները իրենց գիտության ու խղճի թելադրանքով Կարել Չնքսուսանին։ Ինքը նշել է, որ նման հանցագործությունները անտեսելը կամ ժխտելը ոչ միայն խոչընդոտում է պատմական ճշմարտության պահպանմանը, այլև վտանգաստեղծում մարդկային իրավունքների հետի։ Խաչատրյանը կոչ արել միջազգային հանրության ու գիտական շրջանակներին փաստերը փաստարկված ներկայացնել ու խոսել արցախահայերի նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունների մասին։ Իրանը հայտարարել է, որ անմիջապես պատասխանելու է Իրան էներգետիկ ու տնտեսական ենթակառուցվածքների դեմ իրականացվող ցանկացած հարձակման։ Սրա մասին հայտարարել է Իրանա Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։ Հայտարարությունը հնչալ է այնպենից հետը, որ ուրբաթ օրը Ամերիկայի կողմից հարվածներին հսցվել Խարկ կղզու ռազմական օբյեկտների։ Իրանական անկյունը զգուշացրել է, որ նման գործողությունների դեպքում թիրախ ընտրնական տարածաշրջանում գտնվող այն ենթակառուցվածքները, որ կապված է Միացյալ Նահանգների հետ։ Իրանը ընդգծում է, որ Իրան նավթային տնտեսական ու էներգետիկ ակտիվների դեմ ցանկացած գործողություն անմիջապես հանգեցնելու է պատասխան քայլերի։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չիքյուվթեն արևմտահայկական ավանդական ուտելիքավերը պատրաստվում է բարձրորակ հում տավարի մսից, համենված բլղուրով, սոխով, պղպեղով ու կնանչով։ Մսը պիտի ինի շատ թարմ ու անյուղ, հաճախ մատուցվում է լավարի ու հում բանջարեղենի հետ։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին եշողներին շարունակում է իր նախապանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանը պատմության ու իր ներկա ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, ինչպես նաև տեղեկատվություն վերապիցրցնում է տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել է իր ամենակարևոր նվաճումների մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, որի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոնում հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում, մուք միասին ենք ուժեղ։
Հայ վետերանների ու աջակցողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկանքում պատարազատ վախտոնիկ, ապա կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինյական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանները իրանց նշանակալի ներկայացուցնավը պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վախտը, վերոնց մասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են այն հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրանց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։